Կամերան թեքում է, որ ձայնս գրի։ Տեսակ, դավաճանությունը ոնց է լինում։ Բոզի տղա Տաշիր Սամո, բոզի տղա Նարեկ Կարապետյան։ Այդքան ձեզ ասեցի, ու ոչ միայն ես, թե իբր իրանք էլ չէին հասկանում էլի, որ դա ուղիղ դավաճանություն է, ուղիղ լեգիտիմացում է, անորեն ուղղակի հակա մարդկային, հակահայ, ոչ միայն հակահայ, հակա մարդու բոլոր իրավունքների հանցավոր Նիկոլի ռեժիմի ու բոզի ծնունդները բոզի տղա Տաշիր Սամոն լեգիտիմացրեց փաստորեն Նիկոլին ուլը ձեզ էլ համոզում է փորձում է համոզել սևը սպիտակ անվանելով այդ Նարեկ Ղախպի տղեն Սրանք էլ հավերժական գնացին գրողի ծոցը ու դեռ կարծում են, որ ձեզ էշի տեղ են դրել իբր պայքարում են Նիկոլի բայց սրիկան է արա ոնց կարող է այդքան ասել եմ նաև էլի որ մեծահարուստ կոչվածներից որոնք իրենց գործունեության ընթացքում ողջ բազմաթիվ ինչքան կաշառքներ են տվել, հարամություններ են արել եւ այլն, փող վաստակելու համար։ Ոնց կարա դրանցից բարիք լինի։ Ղախպի ծնունդներ Նարեկ։ Արա այն ալենչիկը ցրի բեյնիդ մեջ Տաշիր Սամո։ Ստեղ այդ ալենչիկի ցերն էլ արժեքավորվում էլի, միգուցե ափսոսը։ Երկար կարելի է խոսել, բայց չեմ ուզում հիմա մանավանդ թշվառներ ողորմելի Ղախպեքի վրա Տաշիր Սամոյի ժամանակ ծախսել։ Ուղղակի նշեմ, որ ողջ պատասխանատվությունը այն ինչ որ եղել է Ղախպի ծնունդ Տաշիր Սամո եւ այն ինչ որ լինելու է Հայաստանի քաղաքացիների հետ։ Դու Նիկոլ Սատանու ապրանքի հետ կիսում ես Ղախպի տղա